Ողջույն սիրելի հայրենակիցներ, հարգարժան լրագրողներ, այսօր մենք բարձրագույն դատական խորհրդի առջև ենք եւ դուք գիտեք, որ մեր քարոզարշավը ոչ տրադիցիոն մեթոդներով ենք իրականացնում։ Մենք Սահմանադրության առաջին հոդվածով ենք սկսել մեր քարոզարշավը, այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը ցույց ենք տվել ինչպիսին է, երասխից, երբ որ Ադրբեջանը թույլ չի տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքում մարդիկ գործարան կառուցեն։ Եվ էլի առաջին հոդվածի վերաբերյալ այսօր իրավական պետության մասին պետք է խոսենք եւ գտնվում ենք բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։ Այս մարմինը Հայաստանի դատական իշխանության ամենաբարձր եւ ամենաանկախ մարմինը պետք է լինի։ Բայց մենք ինչ ունենք։ Վերջին 8 տարիների ընթացքում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են եւ այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների։ Սա մեկ։ Մյուսը նաև որ վերջին 8 տարիների ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ 5 նախագահ է փոխվել։ Այսինքն 5 անգամ այս մարմնի ղեկավարը փոխվել է։ Ինչը չի խոսում բացարձակապես անկախ մարմին ունենալու մասին։ Մյուս հանգամանքը այս մարմնի նախագահներից մեկը աշխատանքից ազատվել է վարչապետի WhatsApp-ի գրառումով։ Այսինքն WhatsApp-ով մեսիջ ուղարկել, մարդը հրաժարական ա տվել, վերջում համ վարչապետն է հարցազրույցում ընդունել, համ նախկին ԲԴԽ նախագահ։ Այսինքն ոչ միայն Human Rights Watch-ը, Freedom House-ը, Transparency International-ը եւ մեր ամբողջ ժողովուրդը դժգոհ է դատական իշխանությունից եւ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չկա, այլ նաեւ մենք որպես մասնագետ, ես որպես մասնագետ եմ հիմա այստեղ, որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես երկար տարիներ Հայաստանում անկախ դատական իշխանության համար պայքարած մարդ, այստեղ եմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը։ Եվ ինչու հունիսի 7-ին պետքա ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև չունի արդար անկախ դատական համակարգ։ Եթե նախկինում ցածր աշխատավարձերով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություններ տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Եթե նախկինում դատավորները խափանման միջոցը կալանք էին ընդունում ցածր աշխատավարձով, այսօր բարձր աշխատավարձով են մարդկանց կալանավորում։ Եվ դուք գիտեք վերջերս եղած կնոջ դեպքը եւ նաեւ ուզում եմ ասել, որ երբ որ խոսում են Հայաստանը Եվրոմիություն տանելու մասին, դա ինստիտուտների մասին է։ Մենք մեր ժողովրդին չենք խափում ասում, թե այս երկիրը տանում ենք Եվրոպա։ Մենք ասում ենք եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։ Դե Հայաստանում եվրոպական չափանիշ լինի, դա նրա մասին չի, որ չգիտեմ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա։ Դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում։ Իսկ ինչու է այդպես։ Որովհետև այս մարմինը իր գործը չի անում։ Ինչի՞ չի այս մարմինը իր գործը անում։ Որովհետև այս մարմնի գործն է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր վրա։ Այսինքն ինքը վարչապետն է, նախագահն է երկրի, ԱԱՑ պետն է, գլխավոր դատավորն է, ԲԴԽ նախագահն է, ինչ կա ինքն է, կադաստրի պետն է, չկան ինստիտուտներ այս երկրում։ 8 տարի միայն խոսակցություն։ Եվ վերջին բանը ասեմ ու փոխանցեմ Կարպիս Փաշոյանի խոսքը, ուրեմն օրեր առաջ խոսք գնաց, թե մեր բոլոր խնդիրներն են պատճառով, որ մենք չունենք երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Ժորժ ջան, անդադար ձախողել ամեն ինչ։ Հետո մի գրքում կամ մի հատ ինչ-որ ֆիլմ նայել ու տեսնել, որ վայ Ամերիկայում երդվյալ ատենակալների ինստիտուտ կա։ Գալ հիմա էլ դրանից խոսալ, որ ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, որ մենք երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնենք, որ անկախ դատարան լինի։ Դատարանները ծանրաբեռնված, մարդիկ անդադար սպասում են արդարադատության, արդարադատությունը ուշանում է, արդարադատություն չի լինում եւ բեց հաշվով ցանկացած մարդու հարցրեք ինչ է մտածում դատարանների մասին։ Ամենավատ ձևով մարդը կարտահայտվի։ Մենք ձեզ ասում ենք սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7-ին հնարավորություն ունեք քվեարկելով մեր օգտին ամբողջությամբ վերից վար փոխելու այս համակարգը։ Ուրիշ տարբերակ չկա։ Երբ որ վեթինգ բառը չգիտեին այստեղ մեր պարլամենտում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացրեց վեթինգի կոնցեպտ։ ԿՊ-ն վերցրեց վեթինգի կոնցեպտը եւ ինչ արավ տապալեց նաեւ վեթինգի կոնցեպտը եւ վերջ։